Բարև ձեզ, եթերում բաց քննարկումն է, բաց քննարկման այսօրվա հյուրը կրկին Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղումաշյան։ Ողջույններ, պարոն Պապյան։ Այսօր մենք կրկին քննարկելու ենք նախընտրական գործընթացներն Ալավերդի համայնքում եւ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինչպես է գնահատում նախընտրական այս ամբողջ շրջանը։ Պարոն Ղումաշյան, հավանաբար չափազանց զբաղված եք լինում նախընտրական հանդիպումներ, այցեր եւ այլն, բայց հավանաբար նաեւ ուշ ժամերին կամ վաղ առավոտյան հետևում եք թե ինչ է կատարում Հայաստանում կամ ինչպես է ընթանում ու հատկապես ձեր կուսակցության նախընտրական քարոզարշավը, ինչպես եք գնահատում դա։ Դե քարոզարշավը իրականում ընթանում է շատ բուռն, կարելի ասել բնականon, հաշվի առած մի քանի միջադեպեր եւ այլն, բայց ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում։ Իսկ Ալավերդի համայնքում ինչպես եք գնահատում։ Ալավերդի համայնքում փառք Աստծո ոնց որ թե տենց շատ մեծ միջադեպեր չեմ նկատել, ընդհանուր առմամբ էլի պայքարը կա, պայքարում ենք, որովհետեւ ամեն ձայնը մեզ համար շատ կարեւոր է եւ ամենակարևորը որ մեր ծրագիրը, մեր տեսլականը հասցնենք մեր ընտրողին։ Մենք նախորդ հաղորդման ժամանակ իմ գործընկեր Լուսինե Վարոսյանը կրկին այդ հարցը տվեց, որ որոշակի պետական հայկապես հիմնարկներում նկատվում է լարվածություն, նկատվում է ազդեցություն, փորձում են ինչ-որ կերպ ազդել, օգտագործել այդ պետական հիմնարկների ռեսուրսները։ Դուք ինչ տեղեկատվություն եք, հաստատում եք նման իրավիճակը, թե Գիտեք, ես այն անգամ էլ ոնց որ թե նույն կերպ պատասխանեցի, ես կասեմ հետեւյալը, մենք քարոզարշավը իրականացնում ենք եւ այն մարդիկ, ովքեր աշխատում են պետական հիմնարկում, իրանք էլ իրանք ունեն ընտրելու եւ իրանք էլ են մասնակցելու այդ ընտրություններին։ Եվ ընտրությունը իրենցն է, այսինքն որևէ մեկին ինչ որ համոզելու կամ ավելի ճիշտ համոզելու, այո, որպես քարոզարշավ մենք համոզում ենք բոլորին, բայց ինչ որ պարտադրանքի բան, ես չեմ նկատել, իսկ եթե մեկը նկատել է, շատ ազատ կարող են դիմել եւ մենք ընթաց կտանք այդ հարցը։ այդ դեպքում ես իմ նկատածն ասեմ։ Խնդրեմ։ Վարչապետի այցելության օրը Ալավերդի քաղաքում տարրական դպրոցների ավարտական դասարանների հանդեսներն են եւ մասսայաբար Ալավերդի համայնքի դպրոցներում չեղարկվել էին բոլոր այդ միջոցառումները եւ ուսուցիչները կազմակերպված ստանում էին նույն դպրոցի ուսուցիչները, նույն դպրոցի տնօրենները կազմակերպված ստանում էին Օձուն, այնուհետեւ Ալավերդի, այնուհետեւ Շնող ու Ախտալա։ Նման բան ես չեմ նկատել, որ նույն ուսուցիչները տանեն Ախտալա, Շնող, Ալավերդի, դե վարչապետը առաջինը այցելել է Շնող, դա մոտ 10:30 էր առավոտյան։ Այդ ժամանակ, այցի ժամանակ մի 10 րոպե հետո արդեն հնչեց դասամիջոց եւ գիտեք, երեխաների շփումը վարչապետի հետ, դուք բոլոր համայնքներում դա նկատած կլինեք, որ կանգ չեն առնում։ Ուղղակի կանգ չեն առնում երեխաները եւ ցանկություն են հայտնում շփվելու, բայց որ ասես որ կազմակերպված ինչ որ դպրոց տարել են Ախտալա, Շնող եւ այլն, նման բան բացառում եմ, չի եղել։ Դեռևս նախագահ Քոչարյանի ժամանակ օրենք ընդունվեց դպրոցական կրթական հաստատությունները դուրս թողնել նախընտրական քարոզարշավներից, այնտեղ եթե օրենքը մինչև հիմա չի փոխվել, չի թույլատրվում ընտրատեղամասերի բացում անգամ, այսինքն որպեսզի կրթական, բայց այնուամենայնիվ վատավանդույթը այդ իմաստով կարծես շարունակվում է։ Նախկինում էլ օգտագործում էին դպրոցների հատկապես տնօրենները, որոնք ցուցակներ են կազմում, կանչում են իրենց մեծ։ Ես տեղեկություններ ունեմ, մեր սկզբունքի համաձայն ես անուններ չեմ հրապարակի, բայց կանչում են իրենց աշխատասենյակներ, փորձում են ազդել նրանց վրա եւ այլն։ Այդպիսի իդեպ ձայնագրություններ նաեւ հանրապետության տարբեր բնակավայրերից կան YouTube-ում, Facebook-ում տարածված։ Այդ իմաստով ինչ կասեք։ Ես հասկանում եմ, որ դպրոցները ձեր ենթակայությամբ չեն, դուք դրանք չեք կարող ասել, բայց դրանք համայնքի տարածք են եւ դուք որպես ԿՊԱ-ական ակտիվ գործիչ։ Ես ազատ եմ դրա մասին խոսելու, կարող եմ ասել, ինչ վերաբերում է տեղամասերին, որ դպրոցներում արգելված է, մենք այդպես չէ, տեղամասեր ունենք, որ հենց դպրոցներում է կազմակերպված, որովհետեւ այլ ընտրանք չունենք, բնակավայրեր ունենք, որ համապատասխան շենքեր չունենք։ Ինչ վերաբերում է, որ դպրոցներում ինչ-որ ցուցակներ, ինչ-որ ձայնագրություններ, ես ճիշտ ասած ձայնագրություններ լսել եմ բազմիցս, բայց ոչ դպրոցների մասին, դուք էլ երևի տեղյակ եք ինչ ձայնագրությունների մասին է խոսքը։ Դպրոցների մասին ես ոչ թե կթաքցնեմ, ուղղակի չի հանդիպել։ Եթե ունեք տվյալ, խնդրեմ։ Պարոն Ղումաշյան, դա հավանաբար բաց ենք դրանում, այսինքն մենք երբեք չենք ասի, որ ինչ-որ դպրոցում ինչ-որ անօրինական բան ա եղել, բերեք ծածկենք դա։ Հավանաբար դա դրանից է, որ այսօր իրավապահ ուժերը անմիջականորեն ենթարկվում են
քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, նրա ձևավորած կառավարությանը։ Ես վստահ եմ, որ իրավապահ ուժերին ուղղորդում չկա։ Ես վստահ եմ, որ իրավապահ ուժերը կատարում են իրենց աշխատանքը, եւ եթե գտնեն խախտումներ նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործունեության մեջ, վստահաբար ես չեմ էլ կասկածում, որ գործեր կհարուցվեն եւ այլն։ Խնդիրն այն է, որ չի բացահայտի, քանի որ իշխանության համար է առում այդ ամենը։ Այսինքն իշխանությունը ինքը իրան ոչ չի բացահայտելու, որ ասեք, ես հիմա նախընտրական արշավ է գնում, բայց դուք էլ ինքներդ գիտեք եւ տեսել եք, որ բազմիցս իշխանական պաշտոնյաներ տարբեր պատճառներով եւ դատվել են եւ պատժվել են եւ աշխատանքից ոչ նախընտրական փուլում։ Նախընտրական փուլում էլ հնարավոր է լինեն, եթե խախտումները արձանագրվեն, միանշանակ կպատժվեն։ Այդ դուք ասում եք եթե, բայց ես էլ ասում եմ, որ չեն բացահայտել։ Դե պիտի լինեն, չէ՞, այդ խախտումները։ Հիմա ես ձեզ ասի, ես բազմիցս ձայնագրություններ եմ լսել այլ բանի մասին, բայց նման օրինակ ընտրակաշառք բաժանելու մասին, մարդկանց վիրավորելով փող տալու մասին, բայց ես նման բան չեմ լսել։ Ու ես ձեզ ասում եմ ճշմարտություն, ինչ չի հանդիպել։ Եթե դուք ունեք, կարող եք եթերից հետո տրամադրել։ Խոսք Ալավերդի համայնքի մասին է։ Ընդհանրապես, ես ուղղակի սոցցանցերին տենց շատ ժամանակ չեմ ունենում հետևեմ, երեկոյան եմ հետևում, միգուցե առավոտյան եւ որ թե սուրճ խմելու ժամանակ, բայց եթե ունեք դուք տեստակալներ, ես մեծ հաճույքով կնայեմ։ Պարոն Ղունաշյան, այսօր եթե մենք սկսենք հիմա դրանց թվարկել, հավանաբար մենք այլ ուղղությամբ գնանք, բայց հավատացեք, դուք ժամանակ չեք ունենում հետևելու։ Ամբողջ սոցիալական ցանցերը հեղեղված են տարաբնույթ հիմնարկ, որտեղ նախատեսված է 20 հաստիկ, նախընտրական շրջանում 30-35 մարդ, 10-15 մարդ լրացուցիչ աշխատանքի են ընդունել։ Իսկ նախընտրական շրջանում նախատեսված են ՀԿ-ներ, որտեղ 1500 մարդ են ընդունում աշխատանքի։ Իսկ այդ ՀԿ-ները ում են, ՀԿ-ները ես որքան գիտեմ, հիմա ժամանակակից ՀԿ-ները իշխող քաղաքական ուժի կցորդներ։ Իսկ ես որքան գիտեմ, ընդդիմության ներկայացուցիչներին են։ Ոչ թե որքան գիտեմ, դա հրապարակված է եւ ուզում եմ հարց տամ, այդ աշխատանքի ընդունելը քիչ են ընդունում մի տարի առաջ ուղիղ այսօրը։ Եթե նույնիսկ դուք խոսում եք պետական կառույցների մասին, որտեղ ինչ որ աշխատատեղեր են բացվում, ես Ալավերդու օրինակով ասեմ, ընդհանրապես դες բան չեմ լսել։ Իմ կարծիքով դա ուղղակի աբսուրդ է։ Այ ՀԿ-ների բացելու, ինչ որ մարդկանց աշխատանքի ընդունելու շատ եմ լսել։ Բայց դա չի վերաբերում Ալավերդի համայնքում։ Ալավերդի են ինչու՞ չէ, տարբեր համայնքներում։ Ասիկի դուք տեղեկություն եք, որ Ալավերդում գործող ՀԿ-ներից մեկը լրացուցիչ ըստ մամուլի։ Ալավերդի համայնքում։ Այո։ Իսկ չեք կիսվի, ասենք, որ ՀԿ-ի մասին։ Ես չգիտեմ ճիշտ ասած, չեմ հետաքրքրել, բայց լսել եմ, բայց մամուլում թերթելիս տեսել եմ։ Եվ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը։ Այս երևույթը նախկին իշխանությունների ժամանակ էլի արձանագրվել, երբ որ սկսեցին կիրառվել տեսախցիկներ քվեարկության ընթացքը վերահսկելու համար, ասիկը ոչ թե կոնկրետ քաղաքացին ինչպես է հսկում, այլ տեղամասը հսկելու համար, այդ օրվանից պարբերաբար տարբեր ընտրությունների ժամանակ հայտարարվում են, մարդիկ սպառնում են, որ այ տես դու խոստացար, որ մեզ ընտրես, մենք տեսախցիկներով, մենք ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հետևում ենք, թե ով է ընտրում, եւ այդ սպառնալիքները ցավոք նաեւ հիմա երբ թվում է թե մարդիկ արդեն այնքան են տեղեկացած, մարդիկ այնքան անգամ թոշակառուն են, այնքան լավ են տիրապետում հեռախոսային տարբեր ծրագրերի եւ այլն, ինչեւ հիմա դեռևս հավատացողներ կան, բայց գուցե այդ հավատալու տակ նաեւ կա լուրջ բան, որը ես ինքս չեմ կարողանում կռահել։ Ինչ կասեք այս մասին։ Մարդկանց ասում են, որ ձեզ տեսախցիկներով հսկվելու են, ով ում ընտրել, չփորձեք խաբել մեզ։ Եթե դուք մեկ օրինակ կբերեք, որ մեր կուսակցության անդամներից մեկը որևիցե տես բան է արել, այ հիմա ասում եմ ձեզ, այդ օրինակը եթե կբերեք, մենք ինքներս համապատասխան գործընթաց կսկսենք։ Բացառում եմ նման բան։ Ես նման վարվելակերպ տեսել եմ, լսել եմ, եւ որ ասում են գրիչը կարմիր վեր կալ, չգիտեմ, կապույտ վեր կալ, բուլետենը մի ժամանակ որ ծալում են, կծալես, հետո մի անգամ էլ կծալես։ Այսինքն այդ բաները ինչ որ դուք ասում եք, մենք էլ ենք տեղյակ, բայց դա մեր ոճը չի ընդհանրապես։ Ինչ վերաբերում է տեսախցիկներով հետևելուն, հսկելուն, բնական է, որ նման աբսուրդ մենք էլ չենք ասի երբեք, չենք էլ ասել։ Դուք չեք ասում, կուսակցության անդամները չեն ասում, բայց շատ ներողություն, դեռևս տասնամյակներ շարունակ այսպես կոչված ներողություն եմ խնդրում հեռուստադիտողից այս բառն օգտագործեմ, տասովշիկներն այսպես, ովքեր որ գնում են, համոզում են, բերում են, ասում են, որ հենց այդ մարդիկ են ասում, որ այ այստեղ ուզում եմ ձեր հետ համաձայնվեմ։ Տասովշիկները այո կարող են ասել, բայց մեր կուսակցությունը չունի տասովշիկներ։ Մենք ունենք համակիրներ, իսկ մեր համակիրները բացառում են համակիրներին հիմա ասում են տասովշիկ։ Ոչ, մեր համակիրներին ասում են համակիրներ, այդ տասովշիկներին ասում են տասովշիկներ։
Մեր համակիրները բացառում են, որ նման գործելավոճ ունենան, որ նման կերպ որևիցե մեկի հետ խոսակցություն ունենան։ Ուղղակի բացառում են։ Պարոն Օմաշյան, դուք լավատես եք, հասկանալի է, դուք նաև համայնքի ղեկավարն եք իշխող կուսակցության կարկառուն տարածաշրջանում կարկառուն ներկայացուցիչներից մեկը, բայց ես պիտի հիասթափեցնեմ ձեզ։ Նախորդ ընտրության ժամանակ վարչապետի ազգային ժողովի նախորդ ընտրության ժամանակ Օձունի տեղամասերում եղել է դեպք, մարդը խոստացել է ընտրել Պողոսին, ենթադրենք, այդ կինը եղել է համայնքային ենթակայության հիմնարկներից մեկի աշխատակից եւ խոստացած է եղել իր տնօրենին, որ կընտրի այսինչ մարդին։ Սակայն ընտրելուց երբ որ մտել է քվեախցիկ եւ դուրս եկել դրել ծրարի մեջ, հանձնաժողովի անդամներից մեկը, ԿՊԱ-ական անդամներից մեկը հափշտակել է ձեռքի ծրարը, բացել եւ տեսել, որ կինը իր խոստումը չի կատարել եւ Դուք խոսում եք 21 թվականի ազգային ժողովի։ Մանայք, պարոն Պապյան, նմանատիպ դեպքեր հազվագյուտ կարող է լինեն, հազվադեպ կարող է լինեն, մի հոգի, երկու հոգի, բայց դա չի նշանակում, որ մենք ամբողջությամբ դրանով ենք զբաղվում։ Ես այդ դեպքի մասին էլ չեմ լսել, ես այն ժամանակ ճիշտ ասած շնորհ խոշորացած համայնքի ղեկավարն եմ եղել եւ իմ տարածքում ընդհանրապես նման դեպքեր չենք էլ արձանագրել, չի էլ դիտարկվել ուղղակի։ Ես չգիտեմ ինչի մասին, միգուցե եղել է, բայց դա ընդհանուր ասել, որ ԿՊ-ն դրանով է զբաղվում, դա աբսուրդ է ուղղակի։ Մենք դրանով չենք զբաղվել երբեք։ Լսեք, մենք քարոզարշավ ենք անում, այցելում ենք տարբեր բնակավայրեր, տարբեր գյուղեր, տարբեր թաղամասեր։ Մենք խոսում ենք ժողովրդի հետ, փորձում ենք բացատրել, մեր քարոզը հասցնել տեղ։ Դա է մեր ոճը, այլ ոչ մենք չունենք։ Եթե ինչ որ մի հատ, երկու հատ դեպք մեկը իրան թույլ է տալի անել, դա մեզ հետ կապ չունեցող մարդ է։ Այդ դեպքում ես հարցը վերաձևակերպեմ։ Փաստային է, որ նման դեպք արձանագրվել է։ Թեպետ մասնագետներին հանձնաժողովի անդամներին եւ մնացածներին նրանց համար դասընթացներ անել եւ այլն ձեր խնդիրը չի, դա ընտրական կենտրոնական ընտրական հանձնաժողովի խնդիրն է, բայց դուք ունեք նաև կամավորներ կամ չգիտեմ ինչպես է կոչում վստահված անձիկ, որոնք ներկա են լինում։ Դրանց հետ աշխատանք արվում է, նրանց բացատրում է իրանց իրավունքները եւ պարտականությունները, որպեսզի ասենք ենթադրենք այս անգամին միակայլ գյուղում չլինի այնպես, որ մարդուց խլեն նրա ծրարը։ Միանշանակ արվում է, արվել է եւ վաղն էլ ենք ունենալու հանդիպում մեր վստահված անձերի հետ, որովհետեւ արդեն մոտենում է ամսի 7-ը ընտրության օրը եւ այն օրենքները, որոնք իրենք պիտի պաշտպանեն, որոնք պիտի նայեն, որ խախտումներ չանեն, բնականաբար իրենք ամբողջությամբ ծանոթանալու են եւ ես ուղղակի ուզում եմ բացառեմ, դուք ասում եք լավատես եք, բայց ինչի համար եմ ուզում բացառեմ, որովհետեւ մենք նման բան չենք ասում, որ գնացեք օրենք խախտեք, տեսեք ով ում ընտրել, մարդը մտավ քվեախցիկ, ինքը ընտրում է իր համոզմունքով, իր ցանկությամբ։ Դրանից հետո հաշվում են ընտրված բուլետենների քանակը եւ պարզ է դարձում, թե ով է ընտրել, ով չի ընտրել, ի նկատի ունեմ ով է ընտրվել, ով չի ընտրվել։ Որովհետև այդ քանակությունը հաշվում են եւ մենք տեսնում ենք մեր ընտրողների թիվը միայն այն ժամանակ, որ ընտրություններն ավարտվում են։ Այդ մի դեպքը, որ դուք չգիտեմ, ես իրականում չգիտեմ, Օձունում որ եղել է, հիմա եթե ասենք հակառակ տասնյակ դեպքեր կարան եղած լինեն, բայց այն որ այս բարեդրությամբ մենք նման բան չունենք արձանագրած եւ չենք էլ պատրաստվում դրանով զբաղվել, դա փաստ է։ Այդ դեպքում ես հարցը մի ուրիշ կերպով։ Արդյոք հավասարաչափ պայմաններ եք ապահովել քաղաքական բոլոր այն ուժերին, որոնք մասնակցում են այս օրենքով սահմանված կարգով բոլորի համար հավասարաչափ պայմաններ ենք ապահովել, ավելին ասեմ, մեր ընդդիմադիր կուսակցություններից մի քանիսը նույնիսկ օրենքով չսահմանված տեղերում փակցրել են պաստառներ, եղել են դեպքեր հենց ուղիղ զանգով ենք զգուշացել, որ հարգելի չի կարելի այդտեղ փակցնել, փոկել են, եղել են դեպքեր մենք վարչարարություն այս բայդրությամբ չեմ հիշում կիրառել ենք թե չէ, բայց համայնքապետարանի ուժերով ենք փոկել։ Մենք կոնկրետ քաղաքացիական պայմանագիր կուսակցության շտաբերը, որոնք պատասխանատու են պաստառների համաչափ բաշխման, մենք փորձել ենք մաքսիմում օրենք չխախտել, եթե մի երկու դեպք հնարավոր է ուղղակի չիմացության պատճառով եղել է, բայց հակառակ պարագայում ընդդիմադիրների կողմից եղել են շատ դեպքեր։ Այդ դեպքում ընդդիմադիրներն ինչ անեն, եթե ասենք իմ իմացած տեղեկություններով, ասենք քաղաքի լավագույն տեղերը հատկացված են իշխող կուսակցության պաստառներին, իսկ շատ տեղերում էլ անգամ սեփական տարածքներում մարդիկ պարզապես վախենում են իշխանության բռնություններից, որպեսզի տրամադրեն իրենց պատը։ Մարդիկ կարող են չվախենալ, շատ բազմաթիվ սեփական տարածքներ կա, որտեղ կպցված են, փակցված են ընդդիմադիր գործիչների պաստառները ստիպված տարել են այնտեղ։ Նայեք, օրենքը սահմանում է քաղաքի հիմնական փողոցում գլխավոր տարածքներում ամենալավագույն տեղերը Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Հիմա տեսեք, ես օրինակ քաղաքներ եմ անցել, օրինակ Աբարան քաղաքը։ Աբարան քաղաքում էլ հակառակն է։ Այդ ամռումով ես կասեմ հետեւյալը.
փողոցներում պաստառների փակցնելու տեղերը, դրանք մասնավոր սեփականություններ են, հենց պաստառի փակցնելու տեղերը։ Հողերը պատկանում են համայնքին, որը վարձակալությամբ տրամադրված է։ Հիմա եթե մեր կուսակցության շտաբը պայմանավորվել է իրանց վճարել, չգիտեմ, այդ process-ը ոնց է գնում, բնական է օրենքով սահմանված կարգով, մի քաղաքում միգուցե մեր պաստառներն են շատ, մի փողոցում մեր պաստառներն են շատ, մյուս փողոցում ընդդիմադիրների պաստառներն են շատ։ Տարբեր քաղաքներ կան, որտեղ հիմա Երևան քաղաք մտնում ես, ամբողջությամբ ընդդիմադիր պաստառներ են։ Հիմա դա ինչ է նշանակում։ Ну, ամբողջությամբ չէ, օրինակ մեր թղամասում, ամենաշատը Ավան թղամասում հիմնականում գերակշռում։ Ես հակառակը, օրինակ Երևան քանի անգամ գնացել եմ, իմ աչքում ընկել է, ոչ թե ես բան եմ եկել հակառակ, ուղղակի նայելով մեր պաստառները, մեր կուսակցության պաստառները ավելի քիչ են եղել, քան ընդդիմադիր ուժերի պաստառները։ Շատ լավ, քանի որ ժամանակը շատ արագ է գնում, զրույցի ընթացքում մենք դա չենք նկատում, ես պարզապես մեկ այո կամ ոչ բառով պատասխանեք։ Դուք հիմա տեսախցիկի առաջ երաշխավորում եք, որ տեսանկարահանումներ, ընտրողի վրա խախտումների դուք կարող եք ձեր հարցը քիչ շարունակել եւ չավարտել։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ տեսանկարահանումներ, չգիտեմ ինչ որ մեկի ասել, գիտեմ, միանշանակ ամսի 7-ին մարդիկ ազատ գնալու են իրանց քվեն տալ նրան ում ուզում են։ Ենթադրենք ընտրություններն ավարտվեցին եւ դուք բացահայտեցիք, որ ենթադրենք ձեր հավանաբար ենթադրում եմ, որ դուք ունեք ցուցակներ ձեր համակիրների, թե գոնե հաշվելու համար, թե քանի մարդ է ձեզ պատրաստում ձայն տալ, կան ինչ որ տվյալներ եւ այլն, եւ հակարծ բացահայտեք, որ ասենք Պողոս Պողոսյանը խոստացել է ձեր ուժին քվյարկել, սակայն չի քվյարկել։ Որոշակի միտեղ խոստովանել է ինչ որ մեկի զրուցել է։ Դուք ենթադրում եմ, որ մենք ընտրություններից հետո էլ առիթ կունենանք այստեղ նստել, խոսել, թե ինչպես անցավ ընտրությունները, արդյունքները քննարկել, իմանալով դա, որ ի վերջո ես այդ հարցը ձեզ ուղղելու եմ։ Արդյոք հետապնդումներ չեն լինելու, հատկապես համայնքային ենթակայության աշխատանքների նկատմամբ։ Նախ ասեմ, ինչ վերաբերում է ցուցակներին, ոչ ցուցակներին, մենք հիմնականում հիմնվում ենք սոցհարցումների վրա, որոնք տարբեր կազմակերպություններ սոցհարցումներ են կազմակերպում եւ դրանց վերաբերյալ տալի տեղեկատվություն եւ այս պայդրությամբ բոլոր սոցհարցումների իհարկե ոչ են պատվերներով, որոնք որ պետք է այդպես լինի, բոլոր սոցհարցումների արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջատարն է եւ ինչ վերաբերում է ընտրություններից հետո ով է ընտրել, ով չի ընտրել, ես ընտրություններից հետո էլ լինելու եմ համայնքի ղեկավար մինչեւ 27 թվականի թե չեմ սխալվում հոկտեմբեր ամիսը։ Ես դրա համար եմ ասում, որ հետո դուք համար այդ ժամանակ կապ չունենալու ով է ում ընտրել, ով չի ընտրել։ Մենք մեր քարոզը անում ենք մաքուր, մենք փորձում ենք մեր ընտրողներին համոզել, որ ճիշտ ճանապարհը դա է, այլ ընտրանքային ճանապարհները դրանք սխալ են եւ դա իմ կարծիքն է նաեւ։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե վերցնեք ընտրություններից հետո, ընտրությունները ավարտվեցին, ընդհանրապես այդտեղ հաշվարկ ես անում, ինչքան ձայն ես հավաքել։ Այլ բան, որից մեկը չի կարող անել։ Չենք էլ նախապատրաստում, որից մեկը ինչ-որ պատժել կամ կներեք, ես այդքան էլ չեմ լավ պատկերացնում, այդքան հազարավոր մարդկանց մեջ, օրինակ, ես ոնց պետք է հասկանամ մեկը ինձ ընտրելա, թե չի ընտրել։ Հեռախոսազանգեր կարող են հայտնվել։ Ինչպեսի։ Ձայնագրված զանգեր, որ բա ես ընտրել եմ սրան, ընտրել եմ։ Դե չեմ կարող, հիմա ենթադրենք նույնիսկ ինձ ասել է ընտրելու եմ, հետո չի ընտրել, հա ինչ անեմ, որ չի ընտրել։ Լավ, հաղորդման սկզբում ես ասեցի ինչպես է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը, դուք ասեցիք որոշակի լարվածություն կա, բայց ընդհանուր առմամբ դրական գնահատեցիք։ Գուցե ես համաձայնեի ձեզ հետ, եթե այս հաղորդումը մենք նկարեինք 3-4 օր առաջ, բայց վերջին օրերին մենք նկատում ենք, որ այս կամ այն բնակավայրում պարզապես ծեծում են ընդդիմադիր այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներին, ընդ որում դա անում է երկրապահ կամավորականը, ասենք Մասիսում եւ ծեծում է կանանց, ինչպես եք վերաբերում դրան, ինչպես եք գնահատում դրան։ Շատ վատ։ Ուղիղ ասում եմ շատ վատ, ես տեսել եմ այդ տեսանյութի դեպ եւ գիտեմ, որ քրեական գործ է հարուցվել ու վստահ եմ, որ մեղավորները միանշանակ կպատժվեն, նամանավանդ եթե վերաբերում են ինչ-որ կնոջ հետ կապված հարցի։ Հիմա ես չեմ ուզենա մտնել այդ դետալների մեջ, որովհետեւ ես իմ դիրքորոշումը հստակ ասում եմ, որ ես ընդհանրապես վերաբերում եմ այդ հարցին շատ վատ։ Ես գոնե 27-28 տարի հետևում եմ մեր տարածաշրջանում ընտրությունների ընթացքին, դե հասկանալի, եթե դու մեր տարածաշրջանի, եթե ես մեր տարածաշրջանի ընտրական գործընթացների մասնակից եմ, լուսաբանում եմ, հետևում եմ, կազմակերպում եմ դրա լուսաբանումը մեր խմբագրությունում,
Ես տեսել եմ, ես նկատում եմ նաև մի տեսակ բարոյական, ինչ ասեմ, չափանիշների սարսափելի անկում։ Այն ժամանակներից սկսած, երբ ազգային ժողովի նախագահի մայրը մատով ցույց տվեց սեռական օրգանի ինչ որ նշան, անդիմադիր երթանող մարդկանց, կարծես այդ ժամանակներից սկսած դա դարել է սովորական երևույթ եւ հայ կինը պատուհանից ես մի բան ասեմ, էլի ես չգիտեմ այս բան, չեմ էլ ուզում մոտավորապես պատկերացնի ինչ եք ուզում ասել, բայց չեմ քննարկում Ալեն Սիմոնյանի մոտ խնդիրը, ես երևույթն եմ ուզում քաղաքականությամբ չի զբաղվում եւ որից է վատ գործողություն է արել, ես չեմ պատրաստվում դա մեկնաբանել ուղղակի, որովհետեւ շատերն են շատ բան խոսում, հիմա սոցցանցերը եթե բացում ես ու հետևես այդ ամեն ինչի, տեսան նկարահանած եւ սոցցանցերում են նկարահանված, սոցցանցերում են չի որ այն է խոսում կամ իա, ես չգիտեմ ճիշտ ո՞րն է։ Ես չեմ ասում միակողմանի հիմա ԿՊ-ի կողմից է արվում։ Այդ կարծես ընդհանուր, ասիկա դա բացեց մարդկանց եւ փոխադարձաբար սեռական ամենաայլանդակ եւ ապշելու նա է որ կին է սեփական նկարը դրված, ասիկա այնպես չի որ fake է ու չգիտես յետևումով է կանգնած, ասիկ կանայք երկու կողմանի ես այստեղ չեմ ասում թե միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետևորդներն են դարձել է անվերահասկելի եւ բոլոր ամենաայլանդակ բառերով ես միանշանակ դեմ եմ այդ ամեն ինչին, միանշանակ ինձ համարել է տհաճ, բայց այն դեպքերում, երբ որ օրինակ ընդհանրենք քննարկվի, որ օրինակ սոցցանցերի էս ինչ բանը փակել կամ ինչ լրատվականը փակել, այդ դեպքում էլ անմիջապես թափում են իշխանության վրա, հարձակում են իշխանության վրա, խոսքի ազատություն չկա, այս չկա, այն չկա։ Էս է խոսքի ազատություն։ Մեր հերոստանգերությունը նման մի պատմության մեջով անցել է, երկու օրվա մեջ 5 անգամ փակեցին, կնքեցին մեր կաբելները, վերաբացեցին, կնքեցին, վերաբացեցին։ Դա տգեղ բան է։ Չափազանց տգեղ է։ Պարզապես չգիտեմ իշխող կուսակցություն ամեն ինչի մեղավորությունը պիտի փնտրենք իշխող կուսակցության մեջ, քանի որ դուք եք պատասխանատու այս երկրի այսօրվա իրավիճակի, այսօրվա ամեն ինչի համար։ Դրա համար դուք մի վիրավորվեք, եթե մենք ասենք այդ ես չեմ վիրավորվում, ես սլակները ուղում ենք։ Չէ, լսեք, ես համաձայն եմ, բայց մի քիչ համաձայն չեմ։ Պատասխանատվությունը, երբ որ դնում ես դու միայն իշխանության վրա, դա իմ կարծիքով ամենասխալն է։ Պատասխանատվություն ամեն մարդ, եթե ասենք 5-6 տարի առաջ, մի րոպե ասեմ ինչու, որովհետև ամեն մարդ առաջի հերթին պիտի կրի իր համար պատասխանատվություն։ Հետո նոր փորձի մեղադրի իշխանություններին։ Հիմա այդ մարդիկ, ովքեր իրանց վատ են պահում, վատ լեքսիկոնով են խոսում, պատշաճ չեն խոսում, կարան լինեն այդպես մարդիկ, էլ ցավոք սրտի մեր հանրապետությունում տարբեր մարդիկ կան, հենց այդ պատճառով էլ դա լինում է։ Ես դες համաձայն կնեմ, եթե ասենք այսօրվա մեր երկրի առաջին դեմքը ինքը չօգտագործեր այդ բառապաշարը։ Այսինքն դա մի տեսակ բացել է մարդկանց, իրանք մտածում են, եթե էլիտան խոսում է այդ բառապաշարով, ուրեմն իսկ մենք ումից ենք, բայց ինչու մենք չենք կարող խոսել այդ բառապաշարով։ Նայեք, առաջի դեմքը, երկրորդ դեմքը, ընդհանրապես ընդդիմության առաջի դեմքը, երկրորդ դեմքը դա 4-րդ 10-րդ Ես գոնե չեմ տեսել որ ընդդիմության առաջի դեմքերը նման բառապաշար դուք չեք տեսել ես դες կուղարկեմ ահագին նյութեր որ դուք տեսնեք ընդդիմությունն էլ Սամվել Կարապետյանը հայոյում է կամ դե չգիտեմ ես չգիտեմ դե Սամվել Կարապետյանը կարող է այլ բառեր օգտագործել բնական է որ միանշանակ իդեպ ասեմ վարչապետն էլ եւ տարբեր պաշտոնյաներ ես էլ եմ լսել ու դուք էլ լսած կլինեք որ եթե դեպքեր եղել է որ ինչ որ ավելի այտենց տակացել են, չգիտեմ, ավելորդ միգուցե բառ են օգտագործել, միշտ ներողություն են խնդրել։ Բայց ընդդիմության կողմից ես դա չեմ տեսել։ Հիմա ես չեմ պաշտպանում մեզ։ Ես ասում եմ այն ինչ տեսել որ ընդդիմության որ ներկայացուցիչ։ Գուցե երրորդ ներողություն եմ խնդրում այդպեսի բան են ասում Հակակարոզ Էման այդ ուժերին, բայց գուցե ոչ անցողիկ շեմը հաղթարող կուսակցության ներկայացուցիչներն են ասել։ Ոչ, ես ոնց չեմ լսել եմ Ռոբերտ Քոչարյանի ասած բառերը, հայոյել հիմա դες չէ որ վարչապետը հայոյել է։ Կարող մի հատ կոպիտ բառ է ասել, բայց նմանատիպ կոպիտ բառը նաև ընդդիմությունն է։ Ես լսել եմ որ նա ասել է հակադարձել է վարչապետին որ կզացնել ես եմ կզացնելու կամ չեմ։ Լսեք, ես էլ լսել եմ որ նա ինչ որ բառեր է օգտագործել, ես նույնիսկ չեմ ուզում կրկնեմ այդ բառերը եւ մեր կուսակցության անդամներն են հակադարձել։ Ես դա չեմ գնահատում դրական, ես դա չեմ ասում լավ է։ Եվ ինչպես գիտեք, դուք նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշում էր կայացրել էթիկայի, եթե չեմ սխալվում։ Այո, ես դա եմ ուզում ասեմ, դուք չթողեցիք ես դա հարցնեմ։ Մենք մաքսիմում դա բայց չի կիրառվում դա, օրենքը մաքսիմում մենք պահպանում ենք, մաքսիմում փորձում ենք լինել կոռեկտ, բայց գիտեք ինչ կա, դա այլ կերպել է դիպ։ Այսօր հարցը տալիս եմ ձեզ նկատի չունեմ, Կալավետի համայնքի նկատի չունեմ։ Հիմա նայեք, ես Հայաստանում ինչ եք ասում։ Ես հասկանում եմ ինչ եք ասում, բայց ես համայնքի ղեկավարը դուք տեսնում եք, այդ Ռեմբոն է դարել, անպատիժ ինչ ուզում անում է։ Լսեք, ես նաև ներկայացնում եմ թիմը,
ներկայացնում եմ կուսակցությունը եւ ես իրավասում եմ նաեւ ձեր հարցերին այդ մոդելով պատասխանել։ Եվ ես ասում եմ, մեր քաղաքական թիմի որևիցե անդամ ցանկություն չունի երբեք նման բառապաշարով հանդես գալու։ Ինչ որ դեպքեր հնարավոր է եղել են, մարդ ենք, մենք քարից չենք, չգիտեմ, երկաթից չենք, ծրագիր չի մտցրած մեր ուղեղի մեջ, որ այդ ծրագրով շարժվենք, մաքսիմում փորձում ենք կոռեկտ լինել, բայց այն բառապաշարը, որը օգտագործում է նաև ընդդիմությունը, տարիներ շարունակ։ Բա ինչի դրա մասին չեք ասում։ Էլ դավաճան, էլ չեմ էլ ուզում կրկնեմ։ Չէ, դե հիմա ես ասի, չեմ էլ ուզում կրկնեմ։ Գնահատական է, դա։ Հիմա դուք ինձ ստիպում եք ես բարեր օգտագործեմ, որը ես լսել եմ ընդդիմության կողմից, չեմ անելու ուղղակի, բայց ես ասում եմ ձեզ, ոչ մի կողմից դա ընդունելի չի։ Ես չեմ ասում, թե ընդդիմության համար դա ընդունելի է։ Ես պարզապես ասում եմ, ընդդիմության պահվածքը հավանաբար պատասխան է այն պահվածքին, որ իշխող էլիտայի ներկայացուցիչները։ Ես էլ ասում եմ հակառակը։ Իշխանության պահվածքը պատասխանն է ընդդիմությանը, որովհետև ընդդիմությունը ավելի շատ է բզբզում, քան իշխանությունը։ Պարոն Մաշյան, ընդդիմության գործը բզբզալն է, քննադատելը։ Դե իշխանության գործն էլ մեկ-մեկ պատասխանելն է։ Հայոյելով։ Ոչ, հայոյելով ես բնականաբար դեմ կողմ չեմ դրան։ Հիմա եթե ինչ-որ առանձին դեպք կա, ասում եմ ես, ընդհանուր վարչապետը եղել է դեպք, երբ որ իր ասած բառը ինքը հասկացել է, որ բայց հաջորդ օրը խնդրեց օգտագործել։ Բայց ես լսեք, բայց ես չեմ տեսել ընդդիմության ներկայացուցիչ, որ կանգնի ասի ներողություն։ Ես դա չեմ տեսել։ Դուք տեսել եք, ասեք տեսել եք։ Ես էլ չեմ տեսել, հիմա չեմ Բայց կարող տեսել եմ նմանատիպ բառապաշար օգտագործելիս, հետ օգտագործելուց հետո ոչ մի ներողություն չեն ասել։ Հենա ձայնագրությունները հայհոյում են, ինչի՞ մասը։ Կոչ եմ անում ընդդիմադիրներին իրենց սխալ արտահայտությունների, հայհոյանքների համար իրենք էլ ներողություն խնդրեն, բայց վարչապետի նման հաջորդ օրը նորից չկրկնեն։ Մի նուրբ հարցի մասին եմ ուզում խոսեմ։ Բոլորս էլ հայ ենք, լոռեցիներ ենք, մենք գիտենք դուք էլ գյուղում եք ծնվել, ես էլ գյուղում եմ ծնվել, հատկապես գյուղերում այդ ավանդույթը մինչև հիմա էլ շարունակվում է։ Տխրությունների ժամանակ հատկապես հարևանները աջակցում են մարդկանց։ Իդեպ դա եզդիական համայնքներում շատ ավելի մեծ ծավալներ են ընդունում։ Այսինքն ինչ որ մեկը նստում է, ցուցակով փողեր են մարդկանց վճարում, որպեսզի այդ ընտանիքին աջակցեն այդ ծանր իրավիճակը, այդ ծանր պահը հաղթահարելու համար։ Եվ այդ մարդիկ այդ ցուցակները որպես կանոն իրենց տանը պահում են, որտեղ որպես կանոն դա փոխադարձ բան է։ Այսինքն այսօր Պողոսին են ցուցակով գումար տալի, Պողոսն այդ ցուցակը պահում է, որպեսզի իմանա թե իրեն ովքեր են եղբայրին աջակցել։ Ես ավելին ասեմ, գներեք ձեր խոսքը ընդհատում եմ, հետաքրքիր բան կա, ես չգիտեմ այլ բնակավայրերում կա թե չէ, Ալավերդի համայնքի բնակավայրերից մեկում Ճոճկանում ինչ օրս այդ տրադիցիան կա։ Տեսեք, հիմա ես շարունակեմ Տաշիր համայնքում վերջերս մեր լրագրողների կոլոնյաններ այցելել Տաշիր համայնք, մի կին պարզապես տենց արցուխախառն աչքերով պատմում է, որ եկել են տունը խուզարկել բան, այդ ցուցակը գտել են եւ մեղադրել են եւ քրեական գործ են հարուցել կաշառք բաժանելու են, որում այդ ցուցակի մեջ կա մեռած մարդ։ Լավ, ուզում եմ հասկանամ մենակ այդ ցուցակն են գտել։ Այո։ Եթե մենակ այդ ցուցակն են գտել, ես ձեզ վստահ ասում եմ, իրավապահները երբ որ քննությունը կավարտեն, այդ մարդին որովհետեւ մի բանում չեն անում։ Ես էլ վստահ եմ, որ այդ մարդուն դրան համար չեն ձերբակալի, բայց դուք ձերբակալի չեն մեղադրելու։ Չեն էլ մեղադրելու, այո, բայց դուք պատկերացնում եք այդ մարդը ստիպված է օրեր շարունակ ոստիկանությունում առերեսումների մասնակցել, բացատրություններ։ Ես դեպքի մասին իրոք չեմ լսել, ես ինչ որ մեկնաբանեցի, ուղղակի ձեր ասելուց հետո, բայց հիմա կարող է ինչ որ ինֆորմացիա են ստացել համապատասխան մարմինները մտել են խուզարկության եւ այդ թել են կասկածները առաջացել։ Լսեք, ոստիկանության աշխատողներն են, իրավապահ մարմիններն են, տարբեր գյուղերի բնակիչներ են, ինչպես եւ ես եւ դուք։ Իրանք էլ իրաց գյուղում մեկում կարող է տրադիցիան կա, կարող օրինակ մեկը Բայց եթե հանձնարարությունը տրված է որ գործեր գտեք, մտեք մարդկանց վրա ճնշումներ անեք եւ այլն, մարդիկ էլ գնում են ձեռները, ասենք, գցում են Պարոն Բաբինյան, իմ մոտ տպավորությունը, որ ընդդիմությունը ոչ մի բան չի անում, իշխանությունը ընկած հետևից գործեր է գտնում։ Պարոն Ղուբաշյան, լրագրողի գործը, իմ այստեղ նստելու գործը, ցավոք ընդդիմադիր գործիչները հարց չմարեցին գալ, մինչև հիմա սպասում են հարցը նեմիխի չեկան։ Այ ես չեմ դրա բացատրությունը չունեմ, բայց ես միշտ պետք է հրավիրված հյուրին ընդդիմախոսեմ։ Դուք ոնց ուզում եք ընդդիմախոսեք, դա ձեր Վաղը մյուս օր եթե ձեր փոխարեն այստեղ նստի ընդդիմադիր ներկայացուցիչ, նույն կերպ նույն սուր հարցերը ես ուղղելու եմ դրան։ Դուք լավ գիտեք, ցանկացած հարցի ես պատրաստ եմ պատասխանել, բայց հիմա ձեր բերած օրինակը ես ասում եմ, ես չեմ լսել դրա մասին, ոչ թե թաքցնում, ուղղակի չեմ լսել։ Բայց ես մտածում եմ հետեւյալը, որ իրավապահ մարմինները ուսումնասիրելուց հետո, հենց որ տեսան, որ դա իրոք այն տրադիցիոն ցուցակն է, հա, որ եւ որ մարդը
մահանում է, հարևանն է գնում, բարեկամն է գնում, ինչ որ գումար են տալի, ցուցակագրում են, հետո այն Աստվածչյանի այն մեկի հետ վատ դեպք կատարում, ինքն է գնում ու նույն ձևին դեղ ցուցակ։ Այդ ձևի ցուցակ, լսեք Ճոճկան գյուղում լիքսն է, բայց ոչ մեկ չի գնում, չէ՞։ Ես վստահ եմ հիմա բոլորը ոչնչացրել են։ Ես ես ավելին ասեմ։ Իմ համակարգչում ես գյուղում բնակարան էի կառուցում, այդտեղ գրած էր ասենք 40000 այս ինչ բան որին 30 ես վերցրեցի հենց դա իմացա վերցրեցի համակարգչի ջնջեցի ասեմ մի օր գալու են ասեն այս մարդ էսում եկվել ու հիմա օրերը շարունակ բացատրի այդ մարդուն գտի ասարի քեզ երբ եմ տվել ինչ եմ տվել այսինքն ես խոսում եմ բարոյական բանի մասին այսինքն այդ ազդեցությունները փոխազդեցությունները կամ ասենք այդ ռեպրեսիաները բերում են նրան որ որոշակի բարոյական նորմեր են սկսում անհետանալ ես 99% համոզված եմ որ իրավապահ մարմինները նման աշխատանքի ժամանակ, հա, այդ բացահայտումները եւ այլն։ Խեմ ասում 99%, հա, 1% կարող է մի հատ մեկը ինչ որ փորձի նաեւ իրավապահ մարմիններից օրենք խախտի, բայց բնականաբար ինքն էլ հետագայում կպատժվի։ Բայց ես 99% հասկացա, ես 99% բոլորին կասկածում են, որ իրենց հայրենակցին են ընտրել եւ բոլորին կասկածում են, որովհետեւ Տաշիր համայնքում մենք ունենք շատ համակիրներ։ Մենք ունենք նաեւ ոչ համակիրներ, որոնք դրանցով չեն զբաղվում։ Այո, մեզ չեն համակրում, բայց ընտրակաշարքով, չգիտեմ, փողերով ինչ որ հարցերով չեն զբաղվում։ Շատ մարդիկ կան։ Բայց գոնե կա մի բացայտ, բայց դուք անընդհատ ասում եք ընտրակաշարք, 10 սովշիկներ, այո, 10 սովշիկներ կան։ Ու 10 սովշիկներ խոսքը փողի մասին չի, ասինքն համոզողներ, բացատրողներ, մարդկանց հանդիպողներ եւ այդ ծանր բարդ գործը։ Ինձ համար 10 սովշիկները դրանք փողի թեման է։ Լավ։ Խոսենք նաեւ հնարավոր զարգացումների մասին ընտրական գործընթացը։ Մենք նախորդ հաղորդման մեջ էլ ասեցինք, ասիկը եթե հանկարծ բանից բարձի, եթե ամսյութին բարձի, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է մեծամասնություն եւ չասենք ստացել է մեծամասնություն, այնպես է դասավորել, որ ստացել է կառավարություն ձևավորելու իրավունք, դե հասկանալի, ամեն ինչ շարունակվում է ինչպես որ կա։ Այստեղ բնակչությունը վախեր ունի։ Կապված, գիտեք, ադրբեջանական այդ բնակչության վերադարձի հետ եւ այլն եւ այլն եւ այլն։ Տեսեք, օրինակ մեզ մի 10 օր առաջ ահազանգեցին, որ ինչ որ մեքենաներով ադրբեջանցիներ են եկել այրում գյուղ, պտտվում են, թաղամասերով գնում են, նայում են, ինչ որ բաներ են անում։ Դուք ինչպես եք նայում դա։ Դու ինչպես եք պատկերացնում, թե այդ ադրբեջանցիները գան ու բնակվեն Ինչ ձեր հարցին պատասխան այրում գյուղի նկատի ունեք Ալավերդու այրում։ Այո, մեր այրում գյուղը։ Ես նման բան չեմ լսել, եթե եկած լինեն 100% ես տեղակ կլինեի, 100% տեղակ կլինեին այո մեր իրավապահ մարմինները։ Ուզում եմ հենց հիմա իրավապահ մարմինները տեղակ են։ Ուզում եմ հենց հիմա հերքեմ, որ դա բացարձակ սուտ է, որովհետև եթե լիներ, գոնե ես տեղակ կլինեի։ Ինչ վերաբերում է թեզին, հա, այդ անհեթեթ թեզին 300,000 ադրբեջանցի վերադառնալու է։ Պարոն Մաշարին չի անհեթեթ, դա Ալիևն է ամեն օր ասում, Ալիևը շատ խորհրդաժողովներ են անում, Ալիևը ասում է, բայց մենք չենք կրկնում։ Կրկնում ենք, որտեղ մենք վարչապետը բազմիցս այդ առումով հերքումները Պարոն Մաշարին, վարչապետը բազմաթիվ այլ բաներ է եկել, որ նման բան չի քննարկվել։ Քանի ամիս հետո տառացիորեն արել է դրա հակառակ։ Լսեք, այն թեզը, որ ասում են գյուղերը դատարկում են, որ ադրբեջանցիները գան հեշտ բնակվեն եւ այլն, այդ մասով ես չգիտեմ, այն մի հաղորդման ժամանակ ասի թե չէ, մենք Կաչաչկուտ գյուղ ունենք։ Հիմա այնտեղ այն որ ասում են դպրոցը փակում են, որպեսզի լքեն գյուղերը, Կաչաչկուտ գյուղ ունենք, որտեղ դպրոցը փակվելու է միանալու է Սանային գյուղին։ Խոսում են, որ փակվեն։ Լսեք, Կաչաչկուտ գյուղում դպրոցը փակվում է, որովհետև այդտեղ օրինակ մի դասարան կա, մի երեխա է գնում, դասարան կա, 2 երեխա է գնում։ Եթե Կաչաչկուտ գյուղի հետ կապված տես խնդիր ունենային, Կաչաչկուտ գյուղում մենք կառուցում ենք ճանապարհներ, այս տարիել են կառուցելու ճանապարհներ։ Կառուցում ենք, որպեսզի որպեսզի տանկ Ադրբեջան։ Դե լավ էլի, պարոն Պապինյան, դա ես չեմ կարող դա մեկնաբանեմ։ Գիտեք ինչ առումով, որովհետև ես ուղղակի տեսականորեն դա չեմ տեսնում։ Ես չեմ կարող պատկերացնեմ դա ոնց է հնարավոր։ Պարոն Մաշարյան, մի տարօրինակ պատահականությամբ, թե չգիտեմ ինչով, հիմնականում փակում են գյուղի դպրոցները, որոնք հատկապես նույնիսկ խորհրդային տարիներին ադրբեջանցիները հավակնություններ մեկ օրինակ այդ գյուղերի։ Օրինակ Մոտկորի գյուղախումբը։ Դուք չգիտեմ Մոտկորում քանի երեք, ես Մոտկորի ճիշտ ասած դպրոցից մեր համայնքից կարող եք օրինակ բերել, ես հստակ պատասխան։ Չէ, մեր համայնքը դե տեսեք ես այլ բան եմ ասում։ Ակները Ես այլ բան եմ ասում։ Նայեք, Ակներ գյուղում կներեք, Ակներ գյուղում այդ խոսակցությունը սկսվել էր, տենց տարածվել էր, դպրոցը փակում են, գյուղը դատարկվելու է։ Լսեք, ես ընտեղ նայել եմ ուղակի, փաստ են կարձանագրել, որ Ակներում թիվը կարող է սխալվեմ, էլի ուղակի այս բայդրությամբ
այդպես հստակ չեմ ասում։ Ենթադրենք, պիտի ապրի 1000 բնակիչ, այդտեղի ծնված մարդիկ։ Հիմա ապրում են 450-ը, այսինքն 55% բնակչությունը դպրոցը գոյություն ունենալով այն ժամանակվա, որ հիմա էլ գործում է, լքել են այդ գյուղը։ Ուղղակի լքել են այդ գյուղը, չեն ապրել այդտեղ։ Հիմա եթե մենք կառուցել ենք նոր դպրոց Սանայինք գյուղում, ակներից տվյալ դպրոց տանելու համար 5 րոպե է պետք։ Ավտոբուսը 5 րոպեում հասնելու է։ Ճանապարհը կառուցել ենք, դպրոցը փակվեց։ Ակներում ադրբեջանցին ինչ գործ ունի։ Պարոն Ղումաշյան, Կամ նույն կաճաշկուտը։ դա արդեն նախորդ հաղորդման ժամանակ ասել եք, դա նույնքան ճշմարիտ է ձեր ասածը, որ այո, դպրոցները վատ կրթության պատճառ են դառնում, չի համալրվում, մանկավարժները չեն հերիքում, ասինքն փոքր դրույքներով շատերը չեն գալիս, չեն ուզում աշխատեն, որակյալ կադրեր չեն գալիս։ Դա նույնքան ճշմարտություն է, որքան ճշմարտություն է այն, որ դպրոցները փակվելուց հետո արտագաղթի նոր ալիքներ է լինելու։ Ես բացառում եմ դա։ Ես բացառում եմ այն դպրոցը, որտեղ որ այն համայնքներում, որտեղ որ դպրոցները փակվեն։ Միանան, դուք մենակ Ալավերդին եք ասում, դուք Ալավերդինի ասեք, որտեղ ակները կպած է Ալավերդին։ Ես խոսում եմ Մոտկորի, որը մեր գյուղերն են, մեր հայրենակիցներն են, մեր նախկինում մեր շրջանի մի մասնիկ։ Գիտեք ես ինչ հիշեցի, եւ որ ասում են համայնքները, որ խոշորանակ գյուղերը լքվելու են։ Լքվեցին։ Բա ինչ եղան։ Բայց փոքր գյուղերը ո՞նց են փակվել։ Ոնց լքվեցին, բան։ Լսեք, ես շնորհ խոշորացված համայնքում երբ որ եղել եմ։ Մեր համայնքը մի նկատի ունեցեք։ Բա որ ցանկացած ասենք ապարանի համայնքները, գնացի Շիրակի դաշտավայրի համայնքները։ Ցանկացած համայնք վերցրեք, խոշորացումից հետո ցանկացած համայնքի փոքր գյուղեր շահել են ավելին, քան մեծ գյուղերը։ Գուցե արվել է։ Որովհետև բյուջե չեն ունեցել, պարոն Պապինյան։ Հիմա դա նույն դպրոցն է, եթե մի ծրագրեր արվել են, բայց իհարկե սա ձեր մեղավորություն չի, բայց այդ ծրագրերն այնքան ուշացած են արել, երբ այդ գյուղերում արդեն էլ գրեթե մարդ չմնացել։ Մեր լրագրում, մեր ռեպորտաժներում ամեն օր մենք ողբում ենք այդ մասին, որ ծերերն են մնացել, ասիկա մի 15-20 տարի հետո էլ այդ ծերերը մահանան։ Հիմա ես էլի բերեմ մեր համայնքի օրինակները, դուք գնալու եք ուրիշ համայնք։ Ավարտեմ, հա, որպեսզի հարցը բարձրի։ Դպրոցները փակելով այն երիտասարդներ, որոնք աշխատում են այդ դպրոցում, աղջիկները կանայք, միայն դրանք են, որ դպրոցում աշխատում են, այդ գյուղերում մնում են։ Դպրոցը փակվելուց այդ երիտասարդ ընտանիքները գնում են, ծնունդ չի լինելու ընդհանրապես։ Նայեք, այդտեղ կա խնդիրը, որ դուք խնդրեմ Ալավերդի օրինակով մի ասեք։ Դե լսեք, ես Ալավերդի օրինակով վերցրեք, Ջիլիզայի օրինակը վերցրեք։ Վերցնենք Ցանկաշատի օրինակը վերցրեք։ Ցանկացած Ալավերդը ցանկացած մեր համայնքի բնակավայրերի օրինակը ես վերցնեմ։ Հիմա տեսեք, որ ասում եք, չէ՞ որ դպրոցը աշխատատեղ է։ Ես երբեք այդ մոտեցումով չեմ եղել, որ աշխատատեղ է։ Դպրոցը այն վայրն է, որտեղ ծառայություն է մատուցում անձը, ովքեր ուզում են։ Ես վստահաբար ինձ համար դա 50-50, ես հասկանում եմ ինչ եք ասում։ 50-50 կներեք։ Գյուղերն է պետք պահել։ Դա նայեք։ Եթե մենք գնանք այդ մոտեցմամբ, ապա ուրեմն սովխոզներն էլ չպետք է փակվեն, մշակույթի տները, որոնք չեն գործել, պետք է հաստիկներով մնային։ Մենք ասում ենք հետեւյալը. առաջինը կրթությունն է։ Ճիշտ է։ Եթե մենք ունենանք կրթված կրթության լավ համակարգ, որտեղ կարող են մեր երեխաները կրթվել, ստանալ պատշաճ կրթություն, ոնց որ դուք եք ասում։ Այն հարցերը, որ օրինակ ուսուցիչը, օրինակ ակների, քի խոսեցինք ակների վրա բերենք օրինակը կամ ցանկացած Կաճաշկուտի դպրոցի։ Ուսուցիչը այդ բանին, որ կրճատվեց, աշխատանք չի ունենալու, մենք պիտի մտածենք արդեն այդ ուղղությամբ, բայց ուրիշ հարց։ Ինչքան ես տեղյակ եմ, այն դպրոցները, որտեղ որ միավորվում են, այդտեղ պիտի ուսուցիչները ընդունվեն, եթե չեմ սխալվում, սա խնդրում եմ չընդունեք որպես հստակ տեղեկատվություն, բայց ինչքան գիտեմ, պիտի ատեստավորում անցնեն, որ նոր այդ դպրոցներում աշխատեն։ Հիմա եթե այդքան ուսուցիչներից, օրինակ 100 ուսուցիչ 80-ը կանցնի ատեստավորում, ուրեմն իրանք կաշխատեն։ Մնացած առումով մենք ինքներս էլ պետք է ամբողջությամբ չդնենք պետության վրա, որ դե դու մեզ գործում ես, մենք ինքներս էլ պետք է գործ գտնենք։ Ես նորից պետք է խոսեմ ձեր նորից ասեմ որ դու լավատես եք։ Ես չգիտեմ ինչի ես մի տեսակ կասկածներ ունեմ որ անգամ այդ լավ դպրոցը կառուցելուց հետո մենք դրա փորձն էլ ունենք, ասենք լավ դպրոցներ են կառուցել, բայց դրանից որակը չի լավացել, չի բարձրացել։ Նայեք։ Տեսեք ես հիմա ստացվում է ինչ որտեղ քարոզչություն, բայց երեք ես նայում էի ուժեղ Հայաստան կուսակցության քարոզարշավը ելույթ ունեցողներից մեկը արտասանում էր Ես իմանուշ Հայաստանի։ Մեր սերնդի համար, այդ թվում նաև ձեր սերնդի համար, Ես իմանուշ Հայաստանը մի տեսակ հայկական աղոթքի ու չգիտեմ, այդպիսի դպրոցական չէր կարող լինել, որ բայց ես նայում էի իմ ավելի ինձնից ավելի բարձր եւ միջինից բարձր սերունդ էր միայն ելույթ ունեցողի հետ Ես իմանուշ Հայաստանի կրկնում, որտեղ մնացածները պարզապես գուցե չեն լսել որ կա այդպիսի ստեղծագործություն։ Դեռ չեմ մտածում որ չեն լսել, դեպ այդ ստեղծագործությունը շատ հրաշալի ստեղծագործություն է։
Կուսակցության հետ կապ չունի, ես իհարկե կապ ասեմ, չունի, հա, բայց վերեք հիմա չգիտեմ ով ինչ արտասանել, իրանք շատ բաներ են Ժողովրդական որակի մասին, այնքան Գյումրիել են արտասանում երկում պարում, այդ չի ասում։ Գյումրիում են նույն ձևի արտասանում երկում Դե պարում։ գյուրանցիները մշակութային մարդիկ Հա, դե ես բան չասի, իդեպ լավ էլ արտասանում էր, լավ էլ երկում էր ոնց որ թե։ Ու երկը այդքան էլ չէ, բայց արտասանությունը նորմալ էր։ Ինչ վերաբերում է դպրոցներին, այո, շենքեր կարող են կառուցվել։ Եվ ունենանք ընտիր շենքային պայմաններ, բայց որակը լավ չի եմ ասում։ Բայց այդ որակի լավ լինելու համար նաև պետությունը ինչ ծրագիր է անում։ Ինչ է ասում։ Ուսուցիչներին ասում է ատեստավորվեք։ Ցանկացած ատեստավորված ուսուցչի մոտ աշակերտը բնական է, չէ՞, որ ավելի լավ գիտելիքներ կստանա։ Բայց այդ ծրագիրը շարունակական է, միայն դպրոց կառուցելը չի, իդեպ այդ դպրոցի հետ ճանապարհներ է կառուցում, ենթակառուցված է կառուցում, որից նաև օգտվելու այդ նույն գյուղի բնակիչը, այդ նույն գյուղը կարող է դառնալ հրաշալի տուրիստական գոտի, հենց կոնկրետ Բենդիքը։ Հիմա Բենդիքի օրինակ, իդեպ այդ նախագծման աշխատանքները արդեն սկսվել են, Շամլու Բենդիկ տանող ճանապարհը, եւ այնտեղ էլ, եթե ինչ-որ դպրոցների օպտիմալիզացիա լինի, բայց հիմա այս բանը չկա, բայց այդ ճանապարհները, որ կառուցվում են, հիմա Բենդիքը չէ, հրաշալի տուրիստական տեղ է։ Այն մի ծրագրից օգտվում այլ ծրագիր։ Հասկանալի է, պարոն Ղումաշյան, մենք արդեն բավականին երկար ժամանակ ենք սրընթաց է գնում, հասնենք այլ բաների մասին էլ խոսենք։ Տեսեք, այս խնդիրը 30 տարի տեղական համայնք ինքնակառավարման մարմինների ստեղծումից հետո այս խնդիրը բոլոր իշխանությունների ժամանակ եղել է նաև ձեր կառավարման տարիներին։ Խոսքը համայնքի վերաբերյալ, համայնքի քաղաքացիների վերաբերյալ որոշումների կայացմանը քաղաքացիների չմասնակցությունը։ Հիմա գիտեմ ձեր պատասխանը, դուք ասեք դուք հայտարարություններ եք տալիս, ոչ մեկը ցանկություն չունի գան, ներկայանալ, քննարկել, բյուջեն քննարկել, ծրագրերը քննարկել, մարդիկ անտարբեր են։ Այս ուղղությամբ դուք բավականին երկար այս ոլորտում աշխատում եք համայնքի ծրագրերի զարգացման ծրագրերը, բյուջեն եւ այլն, մասնակցությունը, այո, մասնակցությունը, որ մարդիկ անտարբեր են, չեն մասնակցում։ Ասենք դուք 10 քանի տարի այս ոլորտում եք։ Որն է խնդիրը, ինչու են մարդիկ անտարբեր, ինչու չեն ուզում, ասենք դրանց մասնակցել։ Ես ճիշտն ասած այդ հարցը ինքս էլ եմ ինձ տվել ու բազմից դրա մասին փորձել եմ ներգրավել մեր բնակչությանը հնարավորինս շատ։ Ցավոք սրտի մենք այլ գործիքներ չունենք, բացի նա, որ հայտարարություն տանք, մենք չենք կարող կներեք ունենք բազես, չգիտեմ, բնակավայր մարդկանց ասենք եկեք այսօր բյուջեի քննարկումը կա ձև, կա ձևաչափ կայքերում մեր տեղադրում ենք օրինակ, հա, եթե քննարկվող բյուջեի ծրագրերի հաստատման, բայց այս բանով այս քարոզարշավի ընթացքում մի գյուղական բնակավայրում է եւ բնակիչներից մեկը ասում էր կարճ ասած ինչ չի հետաքրքրում կողքի բնակավայրը, կողքի գյուղը, մեզ կոնկրետ մեր գյուղի համար այս ինչ գործը պետք է։ Քիչ եմ մանրամասնացնում, որպեսզի այդ գուցե ասենք ենթադրենք ասենք։ Հիմա տեսեք, սա այ հենց այդ եմ ասում։ Ցավոք սրտի մեր բնակիչներն էլ առայժմ չենք եկել այն մակարդակի, որ իրենք փորձեն շատ ներգրավել գլոբալ։ Մենք ուրախ կլինենք, ես դա բազմիցս ասել եմ, ես ուրախ էլ կլինեմ, որովհետև նամանավանդ Ալավերդի քաղաքի նման քաղաքում ներգրավվածությունը բնակչության կողմից մեզ օգուտ է, որովհետև ինչ որ խնդիրներ են իրանք կարող են լուծել, ինչ որ խնդիրների ճիշտ ճանապարհել իրանք կարող են ցույց տալ։ Դե չեմ կարող ասեմ, պետք է փորձենք աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի մաքսիմում ներգրավվածություն։ Ես հասկանում եմ, ժամանակ գնում է այս հարցերը արագ-արագ։ Տեսեք, ասենք դուք այս օրերին երևի թե բոլոր բնակավայրում մի քանի անգամ եղել եք, շփվում եք մարդկանց հետ, հանդիպում եք, խոսում եք։ Արդյոք դուք ափսոսանք չեք զգում, որ ասենք 2 տարի է որ դուք համայնքի ղեկավարն եք։ Ասենք ժամանակը կորցրել եք եւ ասենք չի եղել դեպք, որ ասենք գնաք Այգեհատի դպրոց մշակույթի պալատի դալիճում նստել, այդ երեկոյան այդ ժողովուրդը կհավաքվեն, ձեզ հարցեր կտան, ինչ է, իրանց խնդիրները կբարձրացնեն, կզրուցեք իրանց հետ։ Ես շատ փոքր է, ես հիշում եմ Օձունում մի շատ հայտնի լեգենդար համայնքապետ կար, Հագին գյուղապետարան չուներ, գյուղսովետ չուներ եւ միացված էր Օձունին։ Այդ մարդն ամեն ուրբաթօր գալիս էր նստում Հագու ակումբինքից միայն մի սենյակ կար այս չափի, գալիս էր նստում գյուղացիները գալիս են զրուցում են, ինքը բերում էր իր հետ նաեւ իր գյուղսովետի քարտուար էր կոչում կարծեմ այն ժամանակ, որը իր տեղեկանքներ, մարդիկ տեղեկանք էին ուզում, գրություններ էին ուզում, ասինքն գուցե պետք է գնան այդ ճանապարհ, ասինքն իշխանությունը մոտեցնել մարդկանց, գյուղերում, գոնե մեծ բնակավայրեր։ Մենք շատ մոտ ենք իշխանությունը իդեպ բնակչության հետ։ Կա այդպես խնդիր, որ ես ուղղակի ֆիզիկապես չեմ հասցրել ձեր ասած ֆորմատով շփվել։ Դուք ունեք տեղակալներ, բաժնի պետեր։ Մենք եղել ենք, այո, բայց հիմա դա ճիշտ բան եք ասում, մենք
Ես հիմա ոչ թե դուք ասում եք դրա համար եմ ասում, բայց իմ մոտ արդեն ծրագրած կա, որ աշնան կողմ արդեն հնարավորինս փորձեմ բնակավայրերում այդ ձեր ասած ֆորմատի հանդիպումներ ունենամ, նամանավանդ այդ ընթացքում նաև այն շինարարական աշխատանքները, որ հիմա սկիզբ են առել, ունենալու են այդ ավարտական փուլը։ Այսինքն համ ստուգվի շինարարական աշխատանքը, համ բնակիչների հետ շփվի, երկուսը համատեղել։ Ես դրան դեմ չեմ, պատրաստել եմ, ուղղակի այստեղ ամենակարևոր հարցը ֆիզիկապես հասցնելն է, որովհետև դուք լավ գիտեք, ծանոթ եք, հա, բազմիցս խոսել ենք այդ նաև այդ առումով, որ համայնքում այնքան շատ գործեր կա, հələ համայնքային գործերը մի կողմ, բա բնակիչների անձնական գործերը, որոնց որոշման մեջ նաև մենք ենք ներգրավում, այնտեղ, չգիտեմ, սեփականության իրավունք, հողերի հարցեր, տարբեր կոյուղագծեր եւ այլն անձնական խնդիրներ այնքան շատ է, որ իրականում չեմ հասցրել։ Ես այսօր իդեպ քարոզարշավի ժամանակ դրա հետ կապված մի բան եմ, մի թաղամասում քարոզարշավ ենք անում եւ իրոք ես մի քիչ վատ էլ զգացի, որ կոնկրետ այդ թաղամասի շատերի հետ շփվել եմ այդ թաղամասի տարբեր հարցերով, բայց կոնկրետ այդ այնց հավաքույթ չենք ունեցել երբեք 2 տարի անց։ Նմանատիպ գյուղական բնակավայրեր գրեթե չկա, որ ես չեմ եղել այս 2 տարվա մեջ գոնե մի քանի անգամ եւ տենց նմանատիպ հավաքույթներ չել, բայց օրինակ քաղաքի թաղամասերում եղել է։ Պարոն Մաշյան, բլից հարցերին նմանվում հարցերից, որտեղ իսկապես արդեն բավականին երկար գնացել է։ Երթևեկության, ասենք, հեռավոր լեռնային գյուղերի անմատչելիությունը, ասենք, համայնքային կենտրոնի հետ, որը նաև նրանց սնունդ, չգիտեմ, բանկային գործ, ոստիկանություն եւ այլն եւ այլն։ Նախորդ անգամ խոսեցիք, որ ծրագրեր կան, ավտոբուսներ են լինելու եւ այլն եւ այլն։ Հստակ կարող եք ինչ-որ մի բան ասել, ասենք, երբ դուք դեռևս 2 տարի համայնքի ղեկավար եք, դուք ձեր համայնքապետ շրջանում կհասցնեք անել, թե պիտի թողնեք ձեր հաջորդին։ Ես ոչ միայն համայնքապետ շրջանում կարող եմ հասցնել անել, ես դες վստահ ասում եմ, այս տարվա ընթացքում մենք ձեռք ենք բերելու տրանսպորտ, որը կապելու է համայնքի բնակավայրերը, որ կոնկրետ գիտեք արդեն եւ ուղղությունները։ Դե բոլոր ուղղություններով, բայց այդտեղ նայեք, հիմա օրինակ Աղթալա այրում ճոճկան այդ ուղղություններով հնարավոր է դեռևս քանի Շամլուղի ճանապարհը չի կառուցվել, որը արդեն իդեպ ասեցի նախագծում են, որ շուտով սկսեն շինարարական աշխատանքները, հնարավոր է կոնկրետ Շամլուղ բնակավայրը չսպասարկվի։ Բայց մնացած բնակավայրերից օրինակ Շամլուղից իջնեն Աղթալայից արդեն օգտվել։ Օձունի տարածաշրջանում ասֆալտապատ են բոլոր ճանապարհները, այնտեղ խնդիր չկա։ Ես Հագիգյուղից եմ վերջին ամիսներին Հագիգյուղից եմ գալիս։ Իդեպ ձեր ճանապարհներն են սարքում։ Այո, ես նկատել եմ շինարարությունը սկսել է։ Ուրիշ բան եմ ասում, տեսեք, ամեն առավոտ ես տեսնում եմ երիտասարդ երեխաներ, աղջիկներ, որոնք կանգնած այդ փողոցներով կամ քայլերով։ Այդ դուք ինձ կարաք չպատմեք, ես չեմ ասի ամեն առավոտ, բայց շատ պարբերաբար լինում է, որ շնողից աշխատանքի գալիս ես ինքս եմ երեխաներին տեղափոխում։ Ես բոլորին կանգնում բերում եմ, ուշանում են դասից ուշանալը թոշակից զրկվել է նշանակում։ Եվ այլն, ասենք դա ազդում է նաև նրանց կրթության։ Տեսեք, հիմա մենք խոսում ենք, որ դպրոցները միավորում ենք եւ այլն եւ այլն եւ այլն, բայց մենք արդեն միավորված, չմիավորված երեխաներին չենք կարողանում տեղ հասցնել։ Շուտով այդ հարցը կլուծվի։ Լավ, այդ դեպքում ես խոսեմ Ջիլիզա եւ Շամլուղ բնակավայրերում մարդիկ մտահոգում են, որ դուք պատրաստում եք Ջիլիզան հանձնել վրացիներին։ Այդ մասին անոնս եղավ, վարչապետն ինքն էլ հայտարարեց, որ սահմանային եւ այլն, դրան հետեւեց այն, որ Ջիլիզան հանձնում են։ Հիմա որպեսզի ձեզ մենակ չթողնեմ այդ հարցին ճիշտ պատասխանել, ես վստահ եմ, որ խոսքը Ջիլիզայի մասին չէ, խոսքը գոմակ տարածքի մասին է, որի տալու-չտալու հարցը մինչև ձեր համանքեպետ դառնալը եւս քննարկվեց։ Դուք ուսումնասիրել եք այդ խնդիրը, սահմանային հատված է, որտեղ 90-ական թվականին 14-15 ընտանիք են, հիմա եթե չեմ սխալվում, 2 ընտանիք են, ամառը դառնում են 5-6 ընտանիքներ։ Ես կարող եմ հետեւյալն ասել, որ Վրաստանի այդ սահմանում այդտեղ սահմանազատված չի մեր տարածքը։ Հենց եմ ասում, բայց այս պահին սահմանազատման գործընթացել չունենք։ Եթե այնտեղ ինչ-որ մի տեղ կա, ասում են սպասում են ընտրությանը, որից հետո այդ հատվածներն անցնելու են։ Ես առաջ անգամ եմ լսում, չէ, ոչ թե առաջ անգամ եմ լսում, ես նման բան չեմ լսել, որ նման որոշում կա, որ ընտրություններից հետո ինչ-որ սահմանազատում, սահմանագծում լինի, բայց ինչ վերաբերում է Ջիլիզայի հանձնելուն, նման բան բացառված է, նման բան չի կարա լինի, բայց ինչքան գիտեմ Վրաստանի հետ այս պայմանությամբ չեն էլ պատրաստվում նա դեռ ինչ-որ սահմանազատում։ Երբ որ վարչապետը այցելել էր Վրաստան, այնտեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց։ Չեմ լսել, ես ճիշտ ասած չեմ կարող մեկնաբանել, բայց ես մի բան կարող եմ ասել, ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության մի սանտիմետր հողին, որից է մեկի զիջելու նպատակ որից է մեկը չունի։ Արդեն 50 րոպե հաղորդումը այդքան շատ։ Այո, շատ արագ գնաց դրա համար։ Ես մի հարց էլ կտամ, որը ինձ համար կարծում եմ կարևոր է։ Բնակչության իրավաբանական
անպատրաստությունը իրանց իրավունքները պաշտպանելը, իրանց, ասենք, ցանկացած տիպի պաշտոնյայի իրավապահ մարմինների կողմից, ասենք, արդյոք հնարավոր չի համարում առաջիկայում ստեղծել իրավաբանական մի ծառայություն, որը, ասենք, չգիտեմ, համայնքապետարանում լինի կամ, չգիտեմ, ինչ որ մարդկանց կոնսուլտացիայի, չգիտեմ, ինչ որտեղ մարդիկ, որոնք ի վիճակի չեն փաստաբան իրավաբանին վճարել, գան, ասենք, գոնեն տարրական իրավունքների մասին իմանալու, օգտվեն այդ ծառայությունից։ Որ ճիշտ ասեմ, չէ էլ մտածել, բայց հետաքրքիր բան ասեք, հնարավոր է մտածենք, ես հասկացա ընդհանուր տարբեր ոչ միայն, չգիտեմ, դատական process-ներ, այլ ոչ ամեն ինչի կադաստրի, այո, հետաքրքիր բան ասեք, կարելի է մտածել։ Շատ լավ, եւ քանի որ մեր հաղորդումը մոտենում է ավարտին, մենք չխոսեցինք քաղաքում իրականացվող ծրագրերի մասին, բայց դուք հնարավորություն ունեք կարևոր բաներ, եթե նայեք, ես կփորձեմ կարճ անդրադառնալ, ամբողջ քաղաքը, այսօր էլ եմ ահագին քաղաքով պատտվել, կարելի ասել ամբողջ քաղաքը շին հրապարակ է։ Ընտրություններից հետո շարունակվել են այդ ծրագրերը։ Ոչ թե շարունակվել են, շատ արագ են Եթե անգամ անհաջող լինի ԿՊ-ի համար։ Այստեղ մի հատ ուրիշ բան եմ ուզում ասել։ Նախ առաջինը անհաջող չի լինի, ես վստահ եմ։ Չէ, Ենթադրենք չկա, ես վստահ եմ, որ անհաջող չի լինի։ Երկրորդ, հիմա տեսեք, մտքովս ինչ ացա, միշտ ասում են, չէ, դուք էլ ոնց որ թե մի հաղորդման շրջանակներում ասեք ամբողջ համայնքը քանդած է։ Եվ ես ուրախ եմ, որ քանդած է։ Գիտեք խի, որտեղ մենք քանդել ենք, որ սարքենք։ Մենք չենք քանդել, որ քանդած թողանք։ Հիմա այդ քանդված սարքվածը թե ինչքան ժամանակահատված կտևի, իհարկե այդպես շատ երկարաձգվելու նախանշաններ չկան էլ, շատ շուտով էսա եղանակային պայմանները ցանկալավերդի քաղաքում միշտ մայրուղու շինարարությունը դուք հիմա ինչ չեք կատարում։ Եղանակային պայմանները էսա հենց լավանան, դուք ինքներդ կտեսնեք մի քանի ամսվա ընթացքում ինչ հրաշալի ճանապարհներ ենք ունենալու, ինչ ենթակառուցվածք է։ Ինչ վերաբերում եմ ասում, մեքենաս այնքան եմ պահեստամասեր փոխել, ջարդել։ Հիմա էլ հագվի եկան, հասան, հիմա էլ են ջարդել։ Ակներ գնալիս էլ ենք ասում, հագու ճանապարհի դեպ շատ արագ կառուցելու են, երկար չի տևելու, որովհետև ֆինանսավորումը կա, ծրագիրը հաստատված է։ Կարծում եմ շինարարն է, որը լուրջ խնդիրներ ուներ Ալավերդում։ Ես չգիտեմ ինչ խնդիր ուներ, բայց եթե ինքը մտել այդ տենդերի մեջ, ուրեմն ինքը պատասխանատու է դրա համար եւ վստահ եմ հենց այնպես ինքը չէր մտնի։ Ես չգիտեմ էլ ով է ճիշտ ասած, որովհետև ճանապարհային դեպարտամենտն է պատվիրողը, համայնքը չի, դրա համար տեղեկատվություն չունեն։ Ինչ վերաբերում է համայնքի աշխատանքներին, քանի որ մեր եթերի ժամանակն էլ ես ինչքան հասկանում եմ շատ է գնացել ու ես էլի չսկսեմ նույն բանը խոսալ, մի բան վստահ ասում եմ, որ ցանկացած աշխատանք, որը մենք նախաձեռնել ենք, հասցնելու ենք ավարտին եւ այն խնդիրները, որը մենք էլ բնակիչներն էլ գիտենք, փուլ առ փուլ այդ աշխատանքները բոլորը կատարվելու են։ Եվ առիթից օգտվելով նաեւ ուզում եմ մի բանի մասին խոսալ, ամենակարևորի ամսի 7-ի ընտրությունների։ Ես ասել եմ նաև քարոզարշավի ընթացքում, որ այս ընտրությունները կարող եք այս ընտրությունները հարգելի բնակիչներ չեն վերաբերում անձերի ընտրության, այս ընտրությունները չեն վերաբերում պաշտոնների ընտրության, այս ընտրությունները վերաբերում են ուղիղ ինչ որ դուք լսել եք տարբեր առիթներով, տարբեր սոցցանցերով, տարբեր հեռուստաընկերություններում տրված հարցազրույցներով, այս ընտրությունները վերաբերում են Հայաստանի Հանրապետության անկախությանը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ հաստատված խաղաղությանը։ Եվ ես սա ասում եմ ինքս ներքուստ համոզված, սա լոգ բառեր չեն, եւ եթե դուք ուշադիր դիտեք լրահոսը, ուշադիր դիտեք սոցցանցերը եւ ոչ թե միայն արագ-արագ թերթեք, ես վստահ եմ, որ դուք ինքներդ դրանում կհամոզվեք։ Եվ այս ընտրությունները վերաբերում են ուղիղ ոչ ինձ, ոչ պարոն Պապինյանին, նամանավանդ մեր տարիքային հասակակից մարդկանց, այլ ուղիղ վերաբերվում են մեր երեխաներին, որովհետև այս ընտրություններով ուղենիշ է դրվելու ուղիղ մեր երեխաների ապագայի համար։ Այնպես որ կխնդրեմ ամսի 7-ին ակտիվորեն մասնակցեք քվեարկությանը եւ բնականաբար մենք կարողանում ենք քվեարկել գործող կառավարության օգտին համար 16-ին։ Շնորհակալ եմ։ Ցավոք ժամանակը շատ արագ սպառվեց, հարցերի մի մասը մնաց եւ ցավոք ավելացնելու այլևս ոչինչ չկա։ Շնորհակալություն, պարոն Ղումաշյան, ես կարծում եմ ընտրություններից հետո մենք կրկին առիթ կունենանք այստեղ նստել եւ գուցե ավելի առարկայական խոսենք ընտրության ընթացքի մասին, ընտրական հնարավոր խախտումների մասին եւ թե ինչ է սպասում մեր համայնքին արդեն ընտրություններից հետո։ Սիրով։ Շնորհակալություն, եթերում բաց քննարկումներ, իմ հյուրը Ալավերդի համայնքի ղեկավար, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Դավիթ Ղումաշյանն էր։ Ցտեսություն, կհանդիպենք ընտրություններից հետո։